ով է հավատում, որ ես 80 տարեկան ոչ մեկ։ Ասենք մի գործողություն ասում են 10 հատ կամ 20 հատ կամ 2 հատ 20, դա անում ենք, որից հետո ասում են հանգստացեք, ասում եմ ես չեմ ոգնել, չի կարելի նստի հանգստացի, դե լավ էլի ասում եմ անենք, որ սա հասցնենք գնանք տուն, այսինքն այնքան լավ է, որ ճիշտն ասած տուն չենք ուզում գնանք։ Տարբեր ծաղկավորումների վրա անում ենք հերթով, հեծանիվ, այնտեղ սկզբից մկանները տաքացնում ենք, հետո գալիս ենք այստեղ։ Շատ հաճույքով գալիս ենք, նախ կտրվում ենք այնտեղից, շփվում ենք բոլորի հետ այստեղ։ Օրինակ, մենք որ ծերանոցից դուրս են գալիս, բոլորը պատուհաններից նայում են։ Իսկապես սա վարակիչ բան է, էլի բոլորը ուզում են որ գան, հատկապես որ մենք տենց հագնված դուրս են գալիս։ Այսօր արդեն մեկը ցանկություն հայտնեց, որ ինքն էլ գա մեր սենյակի կողքից սենյակից։ Մկաններից խնդիր ունեմ, որ մեկ-մեկ բռնվում են, այս պարապմունքներից հետո քչացել է, ավելի լավ է։ Հիմնականում, քանի որ տարեցների մոտ առաջանում են ողնաշարի խնդիրներ, հոդերի խնդիրներ, շարժողական խնդիրներ, մարզումների միջոցով մենք կարողանում ենք որոշակի չափով ազատվել այդ խնդիրներից, ձգել նրանց մկանախմբերը եւ ակտիվացնել նրանց կենսակերպը։ Շատ ուրախ եմ, որ նրանք սիրեցին մարզումները, ինչու որովհետև ոչ միայն այստեղ կարողանում են մարզվել, ձգել իրենց մկաններն ու վերականգնել առողջությունը, այլ նաև շփվել այլ մարդկանց հետ, դուրս գալ միջավայրից։ Տատիկների հետ համագործակցությունը շատ հետաքրքիր է առաջին հերթին, որովհետև այս դեպքում մենք շփվում ենք իրենց հետ, մարզում ենք իրենց եւ շատ բան են կարողանում սովորել իրենց առօրյա փորձից, շատ շփվող են, շատ դրական էմոցիաներով եւ մարզասրահը ասենց լցնում են, նաեւ մոտիվացիա են ջահելների համար, որ տեսնում են տատիկները մարզվում են, նրանք էլ ավելի շատ են տրամադրվում։ Երանավետ ամիսներ է, որ գալիս եմ, ինձ համար շատ ցանկալի, անակնկալ եւ հաճելի եւ բոլորի նախանձը շարժում եմ, լավ արի։